2023-ի հրատարակչական տարվա անակնկալներից մեկն է մատուցել Edit Print հրատարակչությունը իր թարգմանական գրականություն շարքով հայ ընթերցողների գնահատմանը ներկայացնելով ֆրանսիացի դասականներից Հեկտոր Մալոյի ոչ այնքան հայտնի երկու Սյուզան եւ Օրիորդ Կլիֆտոն վեպերը, որոնք տպագրվել են մեկ գրքով։ Մեկ վիրավորի հուշեր ենթավերնագրով գիրքը Մալոյի առավել քիչ թարգմանված գործերից է։ Առաջին անգամ Հեկտոր Մալոն ուրիշ գործով է ներկայանում։ Իդեպ ասեմ, որ այնպես չի, որ առաջին անգամ հայերենով է ամբողջ աշխարհում ինքը հայտնի էր այդ գործերով, անգամ ռուսները վերջերս են այդ ստեղծագործությունը թարգմանել։ Ինքը գրված է դասական, պատմական, էպիկ ոճով։ 70-ից ավելի գրքերի հեղինակ, տաղանդավոր գրող եւ գրական քննադատ Մալոն, սակայն աշխարհին հայտնի դարձավ առավելապես իր մանկական գրականությամբ եւ հատկապես առանց ընտանիքի վեպով, որը նվաճեց ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային մանկական գրականության լավագույն վեպերից մեկը համարվելու իրավունքը։ Սյուզան եւ Օրիորդ Կլիֆտոն վեպերը բացահայտում են Մալոյի տաղանդի նոր հնարավորությունները, երբ գրողը պատմագրության ժանրում եւ մեծ էպիկականությամբ ֆրանս-պրուսական պատերազմը առիթ է դարձնում խոսելու համամարտկային խնդիրների եւ ընդհանրացումների մասին, որոնք անգամ 150 տարի անց ավելի քան արդիական են։ Շատ ուշագրավ է, որ վեպին անդրադարձ է կատարել նրա ժամանակակից Էմիլ Զոլան եւ ասում է ինքը ոչ միայն գեղարվեստականությամբ է կարևոր, այլ նաեւ փաստավավերագրությամբ։ Եվ եթե Մալոն չշտապեր, կարող է այնպիսի վեպ դառնալ, որ իր առանց ընտանիքի վեպից շատ ավելի լավը լիներ։ Ժամանակագրորեն նախ Սյուզան վեպը, ապա նաև Օրիորդ Կլիֆտոնը շարունակում եւ փոխլրացնում են միմյանց եւ հեղինակային խիստ յուրօրինակ ձեռագրի, նոր փեգնանքի եւ իրադարձությունների պատկերավոր նկարագրության շնորհիվ մեծ գրավչություն ունեն։ Գիրքը հայերեն է ներկայացվում Թերեզա Ստեփանյանի թարգմանությամբ։ Իր նոր հրատարակությամբ Edit Print-ը բացահայտում է միանգամայն նոր Մալոյի, որն առ այսօր անհայտ է հայ ընթերցողին։ Նունե Ալեքսանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։